Նիկոլ Փաշինյանը հպարտ է, որ հայ սահմանապահներն առանց զրահաբաճկոնների են, առանց սաղավարտների, իսկ փամփուշտների պահունակները ոչ թե զենքի վրա են, այլ պայուսակներում։ Այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած։ Արդյոք սա վկայում է այն մասին, որ մենք արդեն խաղաղության դարաշրջանում ենք եւ վտանգներն անցյալում են։ Ռազմական փորձագետ Կարեն Վրդանեսյանը սա համարում է անհեթեթ եւ վտանգավոր հայտարարություն։ Ադրբեջանը որևէ նշույլ ցույց չի տալի, որ ինքը տրամադրված է լուրջ ինչ-որ կայուն խաղաղություն հաստատելու, այդ բոլոր հարցերը մի կողմ դրած, Ադրբեջանը շարունակում է հակահայկական գործողությունները, սկսած եկեղեցիներ քանդելուց Արցախում, վերջացված սպառազինվելով, վերջացված հակահայկական քարոզչությամբ։ Փորձագետը հիշեցնում է, կրակոցների բացակայությունը դեռ խաղաղություն չէ, դա ընդամենը հրադադար է։ Վրդանեսյանը նաև զուգահեռներ է անցկացնում 2018 թվականի հետ, երբ նմանատիպ խոսույթները բերեցին 2020-ի պատերազմին, իսկ 2021-ին հետագա կորուստները Սև լճում, Իշխանասարում եւ Ջերմուկում։ Ենթադրենք կա անսպասելի հարձակում լինի։ Թեկուզ ինչ որ կրիմինալ հարձակվի, հա։ Այդ նշանակում է այդ մարդուն շատ արագ կարող են, չգիտեմ, վնասել, զենքը իրանից խլել եւ այլն եւ այլն։ Սա абսուրդ հայտարարություն է։ Ստացվում է զինվորի անվտանգությունն այսօր ստորադասվում է Փաշինյանի քաղաքական PR-ին։ Ռազմական փորձագետը համոզված է, երբ թշնամին ատրճանակը պահել է քո ճակատին, սաղավարտը հանել է ոչ թե խաղաղասիրություն է, այլ սեփական պետականությունը հարվածի տակ դնել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։